մսի մասին խոսեցինք, արգանակի մասին ինչ կասեք, շատ մայրիկներ հրաժարվում են տալ, ասում են դժվարամարս է։ Քանի որ հիմա մսի արտադրությունը մի քիչ դարել է շատ արդյունաբերական, այսինքն այդ մսերը կենթանի վիճակում որպես կով երջանիկ չեն արածում լեռներում եւ խոտ չեն ուտում, այլ ավելի անշարժ կանգնած են ու ստանում են իրենց եւ անտիբիոտիկները եւ հորմոնները եւ ուտում են չգիտես ինչ սնունդ, իրենց մեջ բավականին շատ են տարբեր տեսակի նյութեր, դրա համար առաջին եւ նույնիսկ երկրորդ արգանակը խորհուրդ է տրվում թափել։ Իհարկե, եթե դա խոտ կերած ազատ երջանիկ կովի միս է, կարելի արգանակը պահել, որտեղ արգանակի մեջ անցնում են բավականին հետաքրքիր էքստրակտիվ նյութեր եւ համայն առումով եւ բավականին սպիտակուցներ, նույնիսկ մակարոնը փելուցիչ սպիտակուցների մի մասը տալիս է ջրին։ Դրա համար արգանակներ իրանք վատ չեն, եթե վերադառնանք այդ երջանիկ կովերին, որոնք իսկապես ազատման են գալիս, բայց ես դեռ չեմ տեսել այդպիսի մեծ արտադրություն, որտեղ այդ արտադրությունները լինեն Հայաստանում։ Դրա համար առաջին արգանակը թափվում է, երկրորդ արգանակը թափվում է, երրորդ արգանակը, որը շատ հեռու արգանակ լինելուց, բայց օգտագործվում է։